Երկու օրից առաջիկա կիրակի Վատիկանում կձեռնադրեն Հռոմի նոր ընտիր պապ Լեո 14-ին։ Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն բարձրաստիճան հյուրեր տասնյակ երկրներից, այդ թվում Հայաստանից սկիզբ դնելով մի առաջնորդության, որ կարող է ոչ միայն էապես փոխել աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցու, կաթոլիկների հազարամյակներ ձգվող ավանդույթներն այլև ազդել համաշխարհային ճգնաժամերի եւ հակամարտությունների կարգավորման վրա, որով Վատիկանը բազմիցս է աչքի ընկել։ Ով է աշխարհի 1.4 միլիարդ կաթոլիկների նոր հովապետը, ինչ հայացքներ ունի եւ ինչ է մտադիր փոխել մեղքերով ու պատերազմներով լի այս աշխարհում։ Այս մասին ենք այսօր զրուցելու իմ գործընկեր Սուրեն Ստեփանյանի հետ։ Robertum Franciscum Sancte Dinalem Prevost։ Ես Հեղինե Բունյատյանն եմ, եթերում է Ազատությունը։ Qui sibi nomen imposuit Leonem decimum quartum։ Բարի օր Սուրեն, եւ այսպես մոտ 2 շաբաթ առաջ 2 օր շարունակված փակ եւ խիստ գաղտնի քվեարկությունից հետո Սիկստինյան մատուրից սպիտակ ծուղ բարձրացավ, ինչից հետո հավատացյալների առջև դուրս եկավ նոր Հռոմի պապը, Միացյալ Նահանգներում ծնված Ռոբերտ Պրևոստը։ Ով է նա եւ ինչպես է Չիկագոյից հասել Վատիկան։ Բարի կեսօր Հեղինե, նախ երբ որ հայտարարեցին Հռոմի նոր պապի անունը եւ նաեւ նրա ընտրած անունը, Լեո կամ Լեոն կամ Լևոն տարբեր լեզուներով հնչողությամբ, շատերի համար դա նորություն էր, քանի որ շաբաթներ շարունակ առնվազն Հռոմի պապի մահվանից հետո քննարկվող տեխնացուների ցանկում նրա անունը չկար, այսինքն այն ցանկերում, որտեղ 5 հոգու անուն էր գրվում, 10 հոգու անուն էր գրվում, Պրևոստի անունը շատ հաճախ չի, որ հանդիպում էր։ Ես միայն մի վիդեո հանդիպեցի ինտերնետում, որտեղ մի կին կաթոլիկ եկեղեցու ծառայող քույրերից, ինչպես իրենք են ասում, լրագրողի հարցին փողոցում պատասխանում է, որ շատ կուզեր, որ հենց Ռոբերտ Պրևոստը լիներ։ To tell you the truth, I'm kind of looking at the Augustinian Cardinal Prevost, who is American. Ու նրա տարբեր արժանինքներն էր թվում։ He's been in other places. Պաշտոնապես այսպես ասած տեխնացուներ սովորաբար չեն լինում, այսինքն Սիկստինյան կապելայի դռները փակվում են եւ միայն ներսում տարբեր առաջարկությունների, առաջադրումների արդյունքում է որոշվում, թե ով կդառնա Հռոմի պապ, այսինքն այդ ցուցակները բոլորը կամ վատիկանիստների, կամ լրագրողների, կամ պատմաբանների ենթադրությունների արդյունքն են։ Ոչ ոք երբեք չի իմանում, թե ովքեր են եղել հիմնական տեխնացուները, նրանք քանի ձայն են ստացել, միայն վերջնական արդյունքն է գրվում եւ այս անգամ նրանք ընտրեցին Ռոբերտ Պրևոստին Չիկագոյից, ով իրականում Վատիկանի համար նոր մարդ չէ, նա մինչեւ Ամերիկայում, հետո նաեւ Պերույում աշխատել է, դրանից հետո վերջին տասնամյակում սերտ կապեր է ունեցել Վատիկանի հետ։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նրան նշանակել էր տարբեր պաշտոնների, եպիսկոպոսների ընտրության հանձնաժողովում, տարբեր այլ գերատեսչություններում հենց Վատիկանի ներսում եւ կարելի ասել, որ Վատիկանում նեվիտալացի կարդինալները նրան շատ լավ ճանաչում են եւ շատ հարգանքով են վերաբերում, կարդալով տարբեր հոդվածներ այս ընթացքում նման եզրահանգման եմ եկել։ Annuncio vobis gaudium magnum habemus papam։ Առաջին բանը, որ առասարակ նրա մասին ասում են, որ նա Ավգուստինյան ուխտի կամ միաբանության անդամ է։ Դա ինչ միաբանություն է։ Դա կաթոլիկ եկեղեցու ուղղություններից մեկն է Ավգուստինյան ուխտը։ Դրա անդամները ըստ էության հարյուրամյակներ շարունակ հակված են ոչ թե դասական կաթոլիկ եկեղեցու ծառայությանը, եկեղեցական շենքերի ներսում, այլ ավելի շատ ճգնավորական մարդկանց աղքատներին ծառայելու այս ուղղությամբ են շարժվում եւ նրա ծառայությունն էլ գրեթե 20 տարի այդպես է եղել։ Իր հիմնական ծառայությունը Լևոն 14-րդ պապը անցկացրել է Պերույում եւ այս ընթացքում շատ տարբեր հրապարակումներ, հոդվածներ, հիշատակումներ, հիշողություններ եղան նրա մասին, թե ինչպիսի լավ կաթոլիկ եկեղեցու ծառայող է եղել ինքը այնտեղ մարդկանց մոտ եւ առաջին հերթին նրանց կարիքներին է գնացել, այլ ոչ թե այսպես ասած դասական եկեղեցական ծառայությանը։
Իսկ ինչու նա հենց Լեո անունը ընտրեց, սա ինչ ուղերձ ունի իր մեջ։ Վերջերս մի ֆիլմ էր դուրս եկել, այսպես պատասխանեմ ձեր հարցին, Կոնկլավ, շատ հետաքրքիր ֆիլմ է, իհարկե մինչև այս իրադարձությունները, եւ այնտեղ կարդինալներից մեկը մյուսին ասում է, որ բոլոր կարդինալները, ովքեր մասնակցում են Կոնկլավին, արդեն ունեն իրենց համար որոշած անուն, թե ինչպես են իրենք կոչվելու, եթե ընտրվեն Հռոմի Պապ, եւ երբ որ հայտարարվեց անունը Լևոն 14-րդ, բոլորը հիշեցին Լևոն 13-րդ Պապին, ով մահացել է 20-րդ դարի սկզբին։ Նրան անվանում էին նաև աղքատների կամ աշխատավորների Պապ, որովհետև ինքն էլ իր կյանքի ծառայությամբ, եկեղեցական ծառայությամբ, իր շփումներով մոտ էր շատ հասարակ, շատ པարզ մարդկանց, ինչպես նաև նախորդ Պապը Ֆրանցիսկոս, եւ նա էլ Լևոն 14-րդ Պապն էր, վերջերս իր ելույթներից մեկի ընթացքում բացատրեց, թե ինչու է նա ընտրել հենց այդ անունը։ Diverse le ragioni, però principalmente il Papa Leone XIII. Այսինքն մարդկանց մեջ ծառայությունը ավելի շատ էր գնահատում, քան թե դասական, այսպես ասած, եկեղեցական ծառայությունը։ Contesto della prima Փաստացի Պապի ընտրությանը քվեարկելու են գալիս կարդինալներ ամբողջ աշխարհից, տասնյակ ազգությունների։ Ինչ լեզվով են նրանք հաղորդակցվում, ինչպես են իրար հասկանում այդ ընտրության քվեարկության ժամանակ։ Դա շատ փակ ինֆորմացիա չէ։ Պաշտոնական լեզուն իհարկե արարողակարգային դեպքերում լատիներենն է, բայց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օրինակ դրա մասին խոսել էր եւ ասել էին, որ շատ դեպքերում հրաժարվում են լատիներենից, քանի որ շփման համար իհարկե առօրյա խոսակցությունների համար ոչ բոլորը կարող են լատիներենով պարզ եւ հասկանալի հաղորդակցվել եկեղեցական ծառայությունից բացի, եւ տարբեր աղբյուրներ գրում են, որ այնտեղ շփման լեզուն իտալերենն է, որտեղ կարդինալների մեծ մասը, եթե ոչ բոլորը, իտալերենին շատ լավ տիրապետում են, որովհետեւ կաթոլիկ եկեղեցու պաշտոնական լեզուն, թե գրագրության, թե շփումների, թե այլ առումներով իտալերենն է։ Մինչ այդ չգրված օրենք կար, որ կաթոլիկ եկեղեցու հովվապետը չպետք է լինի որևէ գերտերությունից, քանի որ այդ դեպքում կստացվեր, որ աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունը կենտրոնանում է մեկ երկրի ներկայացուցիչների ձեռքում։ Այս անգամ, սակայն, չգրված այդ օրենքը խախտվեց։ Առաջին անգամ ի դեպ պատմության մեջ, ինչու։ Որևէ մեկը այս աշխարհում չի կարող ասել, թե ինչ քննարկումներ են լինում կոնկլավից առաջ, որովհետև դա շատ գաղտնի եւ ներքին պայմանավորվածություններ են, բնականաբար առանց դրա չի կարող լինել, եւ թե ինչ է լինում կոնկլավի ընթացքում առավել եւս որևէ մեկը չի կարող ասել, եւ ընդունված սովորություն էլ չէ, որ կարդինալները հետագայում դրա մասին գրեն կամ հիշատակեն, բայց այդ ավանդույթը անդադար օրինակ իտալացի պապեր ունենալու խախտվեց դեռ Հովհաննես Պողոս II-ի ժամանակ։ Հովհաննես Պողոսը ընտրվեց Լեհաստանից, դա էլ այն ժամանակ նոնսենս էր, այսինքն որևէ մեկը չէր պատկերացնում, որ ոչ միայն այլ մայրցամաքից, այլ ոչ իտալացի որևէ մեկը կարող է դառնալ Հռոմի պապ։ Այն ժամանակ ասում էին, որ դա սառը պատերազմի շրջանակներում արված ընտրություն էր, հա, որպեսզի սոցիալիստական բլոկից կարդինալ դառնա Հռոմի պապ, բայց դրանք նույնպես բոլորը ենթադրություններ են։ Այս տարվա կոնկլավը կարդինալների թվով աննախադեպ մեծ էր, 133 կարդինալ էր մասնակցում, եւ այդ 133 կարդինալներից հյուսիսային Ամերիկայից էին 20-ը, հարավային Ամերիկայից 17-ը, եւս 17-ը Իտալիայից, 35-ը եվրոպական մայրցամաքի մյուս երկրներից, 23-ը Ասիայից, 4-ը Օվկիանիայից եւ 17-ը Աֆրիկայից։ Հռոմի պապ Լևոնը ընտրվել է 88 ձայնով, այսինքն 2/3 ձայների մեծամասնությամբ։ Այսինքն նույնիսկ եթե հաշվենք, որ հյուսիսային եւ հարավային ամերիկաները այսպես միահամուռ 37 ձայն են տվել Հռոմի պապին, այսինքն 51 ձայն առնվազն եւս մյուս կարդինալները պետք է քվեարկեին։ Եվ եթե նայում ենք կոնկլավի տևողությանը այս տարվա, որը տևեց 24 ժամից մի փոքր ավելի, հա, այսինքն մայիսի 7-ին սկսվեց եւ մայիսի 8-ին ավարտվեց, նշանակում է, որ ըստ էության կոնսենսուս եղել է եւ կարդինալների համար մեծ հաշվով չկան մայրցամաքներ։ Հռոմի պապերի ազգությունը կամ նրանց ապրած վայրը, որտեղ երկար տարիներով ապրում են, միշտ շատ քիչ դեր է ունենում։ Օրինակ, նախորդ Հռոմի պապը Ֆրանցիսկոսը, որ արմատներով իհարկե իտալացի էր, բայց ծնունդով արգենտինացի եւ կյանքի մեծ մասը ապրել էր Արգենտինայում մինչեւ Հռոմի պապ ընտրվելը, ինքը երբեք չայցելեց իր կառավարման 1.5 տասնամյակների ընթացքում գրեթե Արգենտինա։ Ի տարբերություն օրինակ Հովհաննես Պողոս II պապի, ով եթե չեմ սխալվում 6 թե 7 անգամ պաշտոնապես այցելել էր իր հայրենիք Լեհաստանը։ Եվ ներկայիս Հռոմի պապն էլ իհարկե ծնվել է Չիկագոյում, այնտեղ է սովորել, որոշ ծառայություն այնտեղ անցել է, բայց 2 տասնամյակից ավելի ծառայել է Պերույում
եւ նա ավելի շատ իր թե կրոնական կապերով, թե հայացքներով ավելի շատ կապված է Լատինական Ամերիկայի տարածաշրջանին, այլ ոչ թե Հյուսիսային Ամերիկայի, հա։ Բայց մի հետաքրքիր փաստ էլ, որ լրագրողները գտել էին, որ վերջին 4 թե 5 ամերիկյան ընտրություններում նա primariesների ընթացքում քվեարկել է տեխնացուների օգտին եւ գրանցվել է որպես հանրապետական։ Բայց միաժամանակ դա չի խանգարել, որ այս ընթացքում նա հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը քննադատի, հատկապես ապօրինի միգրանտների դեմ պայքարի հարցում։ Նա գրել էր, որ անգամ քրիստոնեությունից հեռու բարոյապես արդարացված չէ այն քաղաքականությունը, որ երեխաներին խլում է ծնողներից եւ նրանց բանտ նետում։ Սա արվում է մեր անունից եւ այդ ամոթը բոլորինս է հայտարարել Պրևոստը։ Եվ նաև հարց տվել արդյոք Միացյալ Նահանգների վարչակազմը տեսնում է այն տառապանքները, որոնց միջոցով ստիպված են անցնել ներգաղթյալները։ Այո, եւ շատ պարզ է, որ այդպես պետք է անել, որովհետեւ ինքը Պերույում շատ վենեսուելացի միգրանտների հետ է աշխատել, միգրանտների կացարաններում, հիվանդանոցներում նրանց ծառայություն է մատուցել եւ շատ բնական է, որ իր ապրած կյանք եւ իր անցած ծառայության հիման վրա նման հայտարարություն պետք է աներ, այսինքն բնավ կապ չունի նա հանրապետական է եղել, համակրել է կուսակցությանը ծնունդով ամերիկացի է թե ոչ, ինքը իր հայացքները ունի եւ ենթադրում եմ, թե հայացքներից ելնելով այդ հայտարարությունը արել։ Նախորդ պապի Ֆրանցիսկոսի մահվանից հետո ամենից շատ քննարկվող հարցն էր արդյոք նոր առաջնորդը կշարունակի նրա սկսած բարեփոխումները, որոնք եթե շատ պարզ ձևակերպենք, մոտարպես կստացվի հրաժարվել ճոխ եւ շքեղ ամադույթներից, լինել շարքային հավատացյալի կողքին, նաեւ ընդունել, որ եկեղեցում կան բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ եւ ոչ թե լռել, այլ խոսել դրանց մասին։ Ֆրանցիսկոսին սրա համար շատ էին քննադատում։ Հիմա ինչ հայացքներ ունի Լեո 14-րդը այս հարցում։ Տեսեք, ինչպես աշխարհն է փոխվում շատ արագ, շատ տարբեր հարցերի շուրջ միշտ նոր եւ թարմ հայացքներ են լինում, այնպես էլ եկեղեցին եւ ես կարծում եմ, որ այն կուրսը, որ բռնել է կաթոլիկ եկեղեցին, Ֆրանցիսկոսից սկսած, դրանից առաջ Հովհաննես Պողոս II-ից, Բենեդիկտոսից, ով շատ բարեփոխումներ սկսեց, բայց չհասցրեց անել, նույն կերպ շարունակվելու է։ Իհարկե պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ որոշումներ կկայացնի նոր պապը, բայց մինչեւ այդ շատ են գրում հիմա եւ շատ փաստեր են ներկայացնում։ Իհարկե, որ ներկայիս պապը Ֆրանցիսկոսի սիրելիներից մեկն է եղել եւ շատ հարգանք է վայելել նրա մոտ, որովհետեւ նա մի քանի տարի շարունակ Ֆրանցիսկոսի որոշմամբ զբաղեցրել է նոր եպիսկոպոսների ընտրության, այսպես ասած, հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։ Այդ ժամանակ հայտարարություն են արել, որ եպիսկոպոսները չպետք է մնան եկեղեցում եւ չպետք է դառնան իրենց կառուցած սեփական թագավորության փոքրիկ իշխանները եւ պետք է դուրս գան մարդկանց մեջ եւ իրենց ծառայությունը տանեն։ Որոշ նաեւ հրապարակումներ կային նրա վերաբերմունքի մասին ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց շուրջ, արդյոք եկեղեցին նրանց պետք է ընդունի թե ոչ։ Նա ասել էր, որ ինքը հավատարիմ է Հռոմի պապի այն կարծիքին, որ եկեղեցին ու եկեղեցականը չէ, որ պետք է դատեն մարդկանց իրենց տարբեր ընտրությունների համար։ 3 կին, օրինակ, նույն հանձնաժողովում իրենք ներառել էին, որպեսզի կանայք էլ կարողանան մասնակցել եպիսկոպոսների ընտրությանը, այսինքն կանանց դերի ավելացման ջատագովներից է կարծում եմ էլի։ Բայց մեծ հաշվով պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչ որոշումներ կլինեն։ Լավ, բայց ինչու է աշխարհը այսքան ակնդետ հետևում Հռոմի պապի ընտրությանը։ Նկատի ունեմ օրինակ պետությունների ղեկավարների դեպքում դա հասկանալի է, որովհետև նրանք հստակ որոշումներ են կայացնում, որոնք վերաբերում են ոչ միայն իրենց քաղաքացիներին, այլև ասենք կարող են հարևան երկրի դեմ պատերազմ սկսել կամ ամբողջովին փոխել աշխարհակարգը։ Հռոմի պապը ուղիղ ասած ինչ կարող է անել։ Եթե ժամանակակից լեզվով ասենք, Հռոմի պապը այս պահին աշխարհի ամենամեծ ինֆլուենսերն է, որովհետև տարբեր հաշվարկներում 1 միլիարդ 400 միլիոն կաթոլիկ կա աշխարհում, եւ երբ որ մենք նոր թվարկում էինք ցանկը կարդինալների, օրինակ Աֆրիկայում 17 կարդինալ կար, Հարավային Ամերիկայում 20, այսինքն կաթոլիկ եկեղեցին աշխարհում բնակչության թվի աճին զուգահեռ կաթոլիկ եկեղեցին նույնպես աճում է եւ Հռոմի պապը ոչ միայն Վատիկանի քաղաքական առաջնորդն է, այլ աշխարհի բոլոր կաթոլիկների եւ նրա խոսքը միշտ կշիռ ունի։ Մտքիս եկավ Հովհաննես Պողոս II-ի այցը իր հայրենիք Լեհաստան 1979 թվականին։
Լեհաստանը այդ ժամանակ սոցիալիստական բլոկի երկիր էր եւ այդ ժամանակ կրոնական կազմակերպությունները չէին խրախուսվում պետության կողմից եւ Պապին իհարկե որպես սուվերեն պետության ղեկավար Լեհաստանի ղեկավարները ընդունեցին։ Դրանից հետո Հռոմի Պապը բացօթյա ուղակի բազմամիլիոնանոց հավաքներ անցկացրեց Լեհաստանում, ելույթներ էր ունենում եւ Լեհաստանի երիտասարդները, ովքեր այդտեղ հավաքված էին, ուշադրությամբ լսում էին նրան, նայել, հորդորում էր լսել իրենց սրտի ձայնին, իհարկե շատ ուղիղ հակակոմունիստական կոչեր չէր անում, բայց երբ որ այդ առաջադիմության եւ ազատատենչության մասին ճառերը լսում էր եւ տեսնում էր, թե ինչքան մարդեր այդտեղ հավաքվում, իհարկե իշխանությունները սովետական, նաև սոցիալիստական աշխարհի չէին ողջունում դա եւ եղավ այն ինչ եղավ։ Նաև կարող ենք հիշել շատ հետաքրքիր պատմություն է հայ կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանի պատմությունը, ով 63 թվականի կոնկլավի ժամանակ հիմնական պապի թեկնածուներից, պապաբիլիներից մեկն էր, եւ այդ ժամանակ մեկ այլ կարդինալ ընտրվեց Հռոմի Պապ, Պողոս 6-րդը, բայց շատ վատիկանիստներ ու պատմաբաններ շատ ծանրակշիռ փաստեր են բերում առ այն, որ սովետական հատուկ ծառայություններն են միջամտել եւ խանգարել, որպեսզի ազգությամբ հայ մեկը չդառնա Հռոմի Պապ, որովհետեւ դա Սառը պատերազմի ամենաթեժ շրջանն էր, Կարիբյան ճգնաժամը ամիսներ առաջ էր ավարտվել եւ իհարկե ռիսկ կար, որ խորհրդային միությունից մեկը, այսինքն առնվազն արմատներով խորհրդային որևէ երկրից մեկը կարող է դառնալ Հռոմի Պապ, որովհետև կրոնի ուժը կամ կրոնական առաջնորդների խոսքի ուժը դեռ ոչ ոք չի չեղարկել եւ հին ժամանակներում եւ հիմա։ Թեև նրա ձեռնադրումը առաջիկա կիրակի է միայն լինելու, բայց Լեո 14-րդը արդեն հասցրել է մի քանի ելույթ ունենալ։ Եթե առանձնացնես 3 կարևոր շեշտադրում, որոնք կլինեն։ Առաջինը իհարկե կրկին խաղաղության կոչերն են, որովհետև վերջին մի քանի պապերը միշտ հանդես են գալիս աշխարհում խաղաղության օգտին եւ որպես միջնորդ հանդես գալու օգտին։ Buona domenica. Նաև Վատիկանը հայտարարել էր, որ Հռոմի Պապը պատրաստ է եւ Վատիկանը պատրաստ է միջնորդ դառնալ ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, նաև ասվեց, որ ամսի 18-ին 3 օրից հանդիպելու է Հռոմի Պապը Վլադիմիր Զելենսկու հետ, դա առաջին ուղերձն էր։ Porto nel mio cuore le sofferenze dell'amato popolo ucraino. Երկրորդը առհասարակ համընդհանուր համերաշխության եւ հանդուրժողականության կոչերն են, որ նոր Պապը արտահայտեց։ La pace sia con tutti voi. Եվ երրորդ ուղերձը, ինչպես արդեն մեր զրույցի ընթացքում խոսեցինք, այն էր, որ պետք է եկեղեցին ուշադրություն դարձնի մարդկանց կարիքներին եւ մարդկանց ծառայելուն, այլ ոչ թե եկեղեցական անverջ երկար պրոցեսիաներ անցկացնելուն, այսինքն եկեղեցու կենտրոնում առանցքում պետք է մարդը լինի։ Իսկ ձեռնադրման մասին ինչ է հայտնի արդյոք այդ արարողությունն էլ այնքան գեղեցիկ եւ աչք շոյող է, որքան կոնկլավը։ Այո, Հեղինե, ենթադրվում է, որ այդպես է լինելու է, քանի որ հազարամյակների ընթացքում տարբեր գրված օրենքներով արարողություն է, որը չի կարող չկատարվել, բայց վերջին տասնամյակների ընթացքում շատ պարզեցվել է, այսինքն կաթոլիկ եկեղեցին եկել է այն եզրահանգման, որ էլի կրկին պետք է որոշ ճոխություններից հրաժարվեն, օրինակ արդեն 3-րդ թե 4-րդ պապն է, որ հրաժարվում է ձեռնադրության արարողության ընթացքում, թագադրման այդ վերջնական արարողությունից, երբ որ Հռոմի Պապի գլխին ոսկեզոծ ադամանդակուր տարբեր քարերով զարդարված թագն է դրվում եւ Հովհաննես Պողոս առաջինն էր, եթե չեմ սխալվում, առաջին անգամ հրաժարվեց այդ թագը դնելու պաշտոնական արարողությունից եւ ուղղակի իր սովորական հանդերձանքով դարձավ Հռոմի Պապ։ Շնորհակալություն Սուրեն։ Ձեզ եմ շնորհակալ, նաև շնորհավորում եմ Հայաստանի կաթոլիկ համայնքին, որոնք հիմնականում կենտրոնացած են Շիրակի եւ Լոռու մարզերում, եթե հիմա մեզ լսում են, նաև նրանց եմ շնորհավորում նոր առաջնորդի ընտրության կապակցությամբ։ Այսօր այսքանը, հիշեցնեմ, եթերում էր Ազատության մեկ թեման, հաղորդումով արեց Հեղինե Բունյաթյանը։ Կհանդիպենք երկուշաբթի մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։